Տիկին Թուխիկյան, ձեր գնահատականն եմ խնդրում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի, փաստորեն աշխատակիցները պահանջում են նախարարի պաշտոնակատարի հեռացումը, նախարարի պաշտոնակատարն էլ իր հերթին պարոն Օրբելյանին է ազատել աշխատանքից, ինչ լուծում գտնել այս իրավիճակում։ Ճիշտ ասած, արդեն վարչապետի հետ հանդիպել են կոլեկտիվի անդամները օպերային թատրոնի, մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որքան գիտեմ, կոլեկտիվը պիտի իր առաջարկները ներկայացնի նաև օրենսդրական փոփոխությունների գլոբալ առումով, ոչ թե տվյալ դեպքի համար, այլ ընդհանրապես։ Այստեղ իհարկե հենց օրենսդրական խնդիրներ կան, ինչ որ տեղի է ունեցել Օրբելյանի հետ, համենայն դեպս նախարարության իրավաբանական վարչությունը ներկայացնում է իբրև բացարձակ օրինական հիմքերով արված գործողություն։ Բայց ես կուզենայի, որ այսուհետև մենք շատ ավելի նուրբ վերաբերվենք և նրբանկատ ընդհանրապես լինենք մշակույթի առումով, ոչ միայն անձերի հետ կապված մշակույթի ոլորտում աշխատող, այլև ընդհանրապես գլոբալ առումով ոլորտի տեսանկյունից և օրենսդրական տեսանկյունից և մարդկային հարաբերությունների։ Ես ենթադրում եմ, որ այս ամբողջ պատմությունը ստեղծվեց այն պատճառով, որ տեղի չէր ունեցել մշակութային փոխհարաբերություն նախարարի, պաշտոնակատարի և օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի միջև։ Այդպես չի կարելի ընդհանրապես որևէ մեկի և առավել ևս մշակութային գործչի հետ վարվել այդ տոնով, խոսել այդ բարձունքներից, այսինքն արտահայտվել։ Մենք ունենք շատ լուրջ խնդիր փոխհարաբերվելու, մենք այդ մշակույթը չունենք։ Եվ շատ վատ է, որ այդ մշակույթը նաև չկար մշակույթի նախարարության համապատասխան պատասխանատուի մոտ։ Այսինքն, այստեղ հարաբերվելու հարցն է։ Կարելի էր նստել սեղանի շուրջ և հասկանալ իրար, և գալ ընդհանուր կոնսենսուսի, հասկանալ կոլեկտիվը ինչ վերաբերմունք ունի, ինչ մոտեցումներ ունի։ Ես չեմ կարծում, որ 100% օպերային 100%-ով օպերային թատրոնի աշխատակիցները ընդվզում էին այս որոշման դեմ։ Ես գիտեմ նույնիսկ, որ կան այնտեղ մարդիկ, ովքեր իրենց խնդիրներն ունեն հենց նույն Օրբելյանի հետ։ Այսինքն բոլոր կողմերը պիտի նստեին սեղանի շուրջ, հասկանային պրոբլեմները որտեղ են, բացի օրենսդրական, եթե անգամ օրենսդրական են, հասկանանք, թե ինչպես կարելի է այդ հարցերը լուծել։ Էլի եմ կրկնում, մեր ամենամեծ խնդիրը իրար հետ չխոսելն է։ Մենք իրար հետ չենք խոսում, մենք իրար կարգադրություններ ենք անում, մի գերատեսչությունը հրամաններ կամ որոշումներ է կայացնում, և այսպես հրամայական տոնով չի կարելի մշակույթի ոլորտի հետ խոսել հրամայական տոնով, և ի վերջո մշակույթի նախարարությունը պիտի հասկանա, որ մշակույթը ինքը չի ստեղծում, այլ ստեղծում են մշակութային կազմակերպությունները և անհատները, անհատ գործիչները, անհատ ստեղծագործողները, և եթե այս կազմակերպությունները և գործիչները չլինեն, ուղղակի մշակույթի նախարարությունը անելիք չի ունենա։ Տիկին Թուխիկյան, քանի որ Նազենի Ղարիբյանի անձի շուրջ եղավ խոսակցություն, թատրոնի աշխատակիցները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ձեր գնահատումից ձեր դիրքորոշումն է հետաքրքիր, պետք է շարունակի պաշտոնավարել Նազենի Ղարիբյանը, թե ոչ։ Չեմ կարող ասել, Նազենի Ղարիբյանը պաշտոնակատար է և գիտեք, որ կառուցվածքային փոփոխություն տեղի պիտի ունենա, այսինքն կառավարությունը արդեն որոշել է ինչ կառուցվածք է ներկայացնել, ինչ կառուցվածք պետք է գործի կառավարությունում, և երբ որ ազգային ժողով կգա այդ կառուցվածքի քննարկումը, արդեն դրանից հետո, եթե հավանության կարժանանա անշուշտ պատգամավորների կողմից, արդեն կստեղծվի այդ նոր նախարարությունը, միաձուլված նախարարությունը կրթության նախարարության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, և այդ ժամանակ արդեն կարծում եմ խաղի շատ նոր և շատ արդյունավետ կանոններ պետք է հաստատվեն։ Նմանատիպ խնդիրները այդ պարագայում կբացառվեն, թե գուցե ավելի շատանան, եթե մենք չունենանք կոնկրետ մշակույթի խնդիրներով զբաղվող կառույց։
նման խնդիրներ չունենալու համար ոչ նախարարությունը առանձին անհրաժեշտ, ոչ էլ այսինքն դա ներքին բովանդակության հարց է։ Ինչու այս խնդիրները առաջացել են միշտ, հիմա էլ առաջացան, որովհետև բովանդակություն չունի այս նախարարությունը։ Մեծ հաշվով անբովանդակ ինչ-որ մի կառույց է, որը այսպիսի բաներով է զբաղվում։ Փոխանակ զբաղվի պայմաններ ստեղծելու, մշակութային հաստատությունների համար պայմաններ ստեղծելու, ստեղծագործողների համար պայմաններ ստեղծելու։ Ես կարծում եմ, որ այստեղ փիլիսոփայության փոփոխությունը կամ փիլիսոփայության ընտրությունը կամ այն տեսլականը, որ կդրվի նոր ստեղծվելիք նախարարության հիմքում, այդ դա պիտի բացառի անհաջող քայլերը այսուհետև։ Վանաձորի պետական թատրոնի տնօրենին եւս Նազանի Ղարիբյանի հրամանով պաշտոնից ազատել են, այս որոշմանը ինչպես եք վերաբերվում։ Աշխատակիցները այստեղ եւս պահանջում էին տնօրենի վերադարձ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ ՊՕԱԿ-ների տնօրենների ընտրության կարգը պետք է փոխվի։ Սա մի քիչ հնաոճ ձև է եւ հիմա ամբողջ աշխարհը գնում է HR-ի կամ կադրերի ընտրության շատ հետաքրքիր ճանապարհով եւ ՊՕԱԿ-ների տնօրենները մրցույթին մասնակցում են ինչ որ երկու փուլով օրենսդրական գիտելիքների եւ նաեւ իրենց տեսլահայեցակարգային, բայց սրանք ավելի շատ ձևական բաներ են, քան իրական։ Հիմա մարդկանց պաշտոններում որևէ պաշտոնում ընտրելու համար ժամանակակից մեթոդներ կան, այդ մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետներ կան, որոնք կարող են շատ ճիշտ հարցաշարեր կազմել եւ այդ հարցաշարերով հասկանալ, թե տվյալ անձը, այսինքն այսինչ պաշտոնում կարող է պաշտոնավարել, թե ոչ։ Ժամկետը լրացել էր, կարծեմ, Տիկին Ագնեսայի, նրան հեռացրել են աշխատանքից։ Ես հիշում եմ, որ ժամանակին լավ ղեկավարները ՊՕԱԿ-ների պարզապես ավտոմատ մեխանիկորեն, այսինքն երկարացվում էր որոշ ժամանակ մեկ եւ այստեղ արդյունքներին պիտի նայես։ Ես կարծում եմ, որ լավ աշխատող ղեկավարին չի կարելի հանել։ Հիմա մենք շատ լուրջ խնդիր ունենք մարդկային ռեսուրսի, այսինքն լավ աշխատողներ եւ արդյունք տվող ղեկավարները այդքան էլ շատ չեն, որ այսպես շռայլորեն նրանց կարողանանք աշխատանքից հանել։ Ես նաեւ գիտեմ, որ այս նույն անձինք կարող են եւս մասնակցել հաջորդ մրցույթին տնօրենի թափուր պաշտոնի համար, բայց այստեղ նաեւ մի քիչ հոգեբանական հարցեր կան, այսինքն շատ բաներ պիտի հաշվի առնվեն։ Հասկանում եք, եւ հեչ պարտադիր չի, որ վատ աշխատող տնօրենը մնա այնքան, մինչև կլրանա իր պաշտոնի ժամկետը։ Այսինքն սա էլ կա։ Վատ տնօրենին պետք է տեղվույն վրա գործից հանել։ Վատ կառավարչին պետք է արագ հեռացնել աշխատանքից, որպեսզի կառույցը սկսի շնչել եւ զարգանալ։ Իսկ լավերին պետք է փայփայել։ Իսկ լավը, այսինքն սա արդյունք է։ Պիտի գնա, ուրիշ տարբերակ չունի։ Հիմա ես անցյալը չեմ ասում, ես կարծում եմ, որ սա արդեն անցած էտապ է, ինչ որ տեղի է ունեցել մինչև հիմա։ Հիմա այն ինչ որ նորը կլինի, այո, պիտի փայփայի, ուրիշ ելք չկա։ Մենք ընդհանրապես ոչ միայն մշակույթի ոլորտում, որևէ ոլորտում մասնագետներին պետք է փայփայենք։ Մասնագետների հետ պետք է նստենք սեղանի շուրջ եւ խոսենք։ Ես ելի եմ ասում, նախարարությունում մասնագետներ չեն, այլ մասնագետները դրսում են եւ նրանք պետք է իրենց խորհուրդներով եւ իրենց գիտելիքներով մասնագիտական օգտակար լինեն։ Այսինքն այս երկու ստեյք փոխադարձ շարժումը նախարարություն եւ հասարակական կազմակերպություններ, մասնագիտական հանրություն, սրանք պետք է իրար ընդառաջ գան, որպեսզի մենք մեծ փոփոխություններ տեսնենք։